Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղի եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-5321 եւ հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ կյանքի իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ռուզան Ադանալյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղի եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ Տիկին Ադանալյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Ադանալյան, բնականաբար նորից խոսելու ենք հանցագործությունների մասին։ Դուք միշտ նշում եք, որ հանցագործությունների աճը գնալով ավելանում է եւ հիմա հասկանանք հատկապես այս հետընտրական Հայաստանում, որտեղ կարծես թե ընտրություններից առաջ ամեն ինչը փորձում ենք կապել Քարոզ Արշավի հետ, մարդիկ հույսեր ունեն, որ ընտրություններից հետո ինչ-որ բան է փոխվելու, բայց իրականում կարծես թե որոշակի տեղափոխություններ եղավ, ոչինչ չփոխվեց եւ ինչ է լինելու, արդյոք հանցագործությունների աճը հնարավոր է լինելու կանխել, քանի որ ինչպես դուք եք ասում, բացակայում է եւ արդարադատությունը, կա ընտրովի արդարադատություն, չեն գործում իրավական մեխանիզմները, ինչ է լինելու, ինչպես եք պատկերացնում հետընտրական Հայաստանում իրավական համակարգի գործողությունները։ Նախ սկսում են հանգամանքից, որ մենք տարիներ շարունակ ձեր հաշտակում, ձեր տաղավարից, հատկապես վերջին տարիներին, քանիցս բարձրաձայնել ենք հանցագործությունների աճի մասին, հնչեցրել ենք հստակ տվյալներ, որոնք նաև հնչեցվել են ազգային ժողովում, ազգային ժողովի պատգամավորների կողմից եւ ակնհայտորեն երևում է, որ հանցագործությունների թիվը սաստկացել է, աճել է եւ միտված է դերևս աճելու, ինչը ցույց են տալիս այսօրվա փաստական տվյալները։ Այո, ձեր խոսքի մեջ շատ ճիշտ նշեցիք, որ այս ամեն ինչը փոխկապակցված է գործող իշխանության, գործող իրավապահ համակարգի եւ դրա ենթակառույցների պաշտոնատար անձանց գործողություններից եւ մասնավորապես արտարադատության չգոյության, ինչպես նաև անպատժելիության հետևանքով։ Սա է սրանց այս թվարկված իրավիճակի ամբողջ հիմքերն ու հիմնավորումները։ Եվ այսօր բոլոր տվյալները արդեն հանգեցնում են նրան, որ այո, եթե մենք մի քանի տարի առաջ էինք սկսել բարձրաձայնել այս մասին եւ զգալով, որ միտումը շատ է, արկա է դրանք աճելու միտում, հետեւաբար այսօր հանգել ենք այդ նույն վերլուծական մտքին, որ այո, փաստերը ցույց են տալիս, որ մեր վերլուծությունները ճիշտ էին, կապված քիչ առաջ նշածս հանգամանքների հետ։ Հիմա անդրադառնանք կոնկրետ դեպքերին եւ դրանց հետ կապված փորձենք վերլուծությունները շարունակել։ Հայկ Կոնջորյանի եղբորը փաստորեն ծեծի ենթարկեցին, խմբակային ծեծ է, այսպես ասած, եւ ինչ է ստացվում։ Ինչ տեղեկատվություն ընդհանրապես այս դեպքից հետո պետք է հրապարակվի, որ հրապարակեն իրավապահները, որպեսզի գործի քննությունը լինի ավելի թափանցիկ, հանրությունը վստահ լինի, որ լինելու է օբյեկտիվ քննություն եւ երկու կողմերում է կարծես թե ԽՊԱ-կաններն են կանգնած, ինչ է լինելու, ինչպես պետք է այս հանգուցալուծումը լինի։ Տեսեք, համացանցում տարածվեցին տեսանյութեր, տվյալ անձին Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծելու մի քանի օկով եւ մոտ 3-4 հոգի էր, եթե չեմ սխալվում, ծեծելու տեսանյութը, դրանից հետո որոշ ժամանակ անց այլ տեղեկություններ հայտնվեցին կրկին համացանցում, վերջինի նախնական գործողությունների մասին մինչև ծեծվելը, այսպես ասենք, թե ինչն է հանգեցրել այդ ծեծին եւ մի շարք այլ նախապատմություններ կրկին տվյալ անձի հետ կապված։ Ես հիմա մի փոքր անդրադառնամ նշածս հանգամանքներին։ Նախ տեսանյութում պատկերված այդ դրվագը, որ ծեծում են նրան, ակնհայտ է, որ ծեծում են, դա անհերքելի փաստ է։ Իսկ թե ինչն է հանգեցրել վերջինի ծեծին, արկային նաև տեսանյութեր, որ ինքը տվյալ անձի տան մոտից անցնելիս, բարբերաբար հայհոյանքներ է հնչեցրել իրեն ծեծողների թիմի մասին է խոսքը, եւ դա կրել է շարունակական բնույթ։ Այսինքն սա ենթադրում է, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը ի սկզբանե դրսևորել է խուլիգանական արարքներ, ինչը կարող է որակվել քրեական օրենսգրքով որպես խուլիգանական արարք։ Ի վերջո այդ տանը բնակվել են նշված անձի, հակադիր կողմի երեխաները, կինը եւ այլն, եւ նա բարբերաբար նման խուլիգանական արարքների է դիմել եւ մնացել է անպատիժ։ Այսինքն
այդ ընտանիքի կողմից ցուցաբերվել է որոշակի հանդուրժողականություն, գուցեև նաև նախկինում ունեցած որոշակի հարաբերություններ, իսկ թե ինչն է պատճառ հանդիսացել, արդեն պարզ դարձավ, որ ինչ-որ շինարարական ընկերության կողմից, ինչ-որ գումարային փոխհարաբերությունների անհամաձայնության ֆոնի վրա առաջացած իրավիճակ է, այո, կոնֆլիկտը դրանից է առաջացած։ Եթե այդ կոնֆլիկտի մեջ կան հանգամանքներ, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը Ավետ Կոնջորյանը իրեն բավարարված չի համարել եւ որոշել է ինչ որ գործողություններով հակակրանք ցույց տալ անհարգալից վերաբերմունք եւ իր անձը վեր տասել այդ ընտանիքից, ցույց տալով ըստ իր պատկերացման, որ ինքը առավելություն ունի եւ կարող է այդպիսի ցուցադրական վարքագիծ դրսեւորել եւ ինչ ուզենա հայ, ինչ ուզենա ասի, հետեւաբար այս լռությունը, այս հանդուրժողականությունը պետք է օրից մի օր հանգեցներ սրան եւ հասնելու են պահը, որ լցվելու է նաեւ համբերության բաժակը եւ մարդիկ պիտի նախաձեռնեն իրենց միջոցները եւ ես կարծում եմ, որ սա է հանգեցրել, այո, ինքը անձամբ հրահրել է ըստ այս տվյալների, ըստ մեր ձեռքի տակ առկա, ըստ համացանցում տարածված տեղեկությունների։ Այսինքն տվյալ անձը, ում ընտանիքի նկատմամբ կատարել է սա, կարող է դիմել ոստիկանություն, կարող է դիմել այլ միջոցների, տեղյակ պահել եւ այլն, որպեսզի կանխվեր։ Բայց կարծում եմ, որ մտածել է, որ կանցնի, միգուցե կանի 1-2 անգամ այլևս չի անի, նաեւ ալկոհոլ օգտագործած վիճակում պատմողների ականատեսների պատմելով եմ ես սա ասում իհարկե։ Եվ փաստորեն այս մարդը արդեն Հայկ Կոնջորյանի եղբայրը անցել է այդ բոլոր սահմանները, անցել են հանդուրժողականության բոլոր տեսակի էտապները եւ սա հանգեցրել է, որ նրան ենթարկեն ծեծի։ Հիմա սա ինչից կարող էր առաջանալ, որ մարդը անձամբ է դիմել իր միջոցներով պատժելու տվյալ անձին։ Բարձա Հայկ Կոնջորյանի եղբայրն է, ինքը գուցե հենց դրանից է թևավորվել, որ ինքը ունի թիկունք, ինքը քպական է, ինքը իրեն կարող իր անպատժելիությամբ ինքը նաև շատ վստահ եղել եւ հետեւաբար շարունակաբար կատարել է այս արարքը։ Մարդիկ էլ մտածել են, որ այո, տեր ունի, քպական է եւ այլն, իշխանության ներկայացուցիչներից մեկի եղբայրն է, բարձր որ ինչ էլ որ լիներ, ավարտվեր այս գործի ինչպիսի ելքել որ ունենար, պիտի ի օգուտ Հայկ Կոնջորյանի եղբորը լիներ, որովհետեւ մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպիսի երկակի ստանդարտներ են կիրառվում, ինչպիսի իմ մուքոնն է դրած, միշտեր Նիկոլ Փաշինյանը նախկինում, հələ որ վարչապետ չէր ընտրվել, այդ հեղափոխության բանի մեջ էր, էմոցիաների մեջ էր, ասում էր, այն խոսքը, որ ասում են տիրովին տերն է տարել, անտերին կերն է տարել, սա չի պիտի գործի Հայաստանում, բայց գործում է եւ հենց կոնկրետ այս օրինակի վրա բերեցի, բայց սա միակը չի, հեղեղված է, հա, հայաստանյան հասարակությունը, դատաիրավական համակարգը այս գաղափարներով բոլորը գիտեն, որ այո, տիրովին տերն է տարել, անտերին էլ կերն է տարել, Նիկոլը չկարողացավ այդ իր ասածը անել, հակառակ դա ավելի ամրապնդվեց մեր երկրում, մեր հասարակության մեջ իրավապահ համակարգում, այսպես ավելի ճիշտ կլինի, եւ մարդիկ գիտակցել են այդ ամեն ինչը։ Դրա համար փորձել են դիմել իրենց միջոցներին, իրենց ուժին եւ այլն։ Հիմա այն հատվածը, թե ինչի օրինակ ինքը դեպքի օրը անմիջապես չի դիմել ոստիկանություն, սա իմ մեջ խիստ կասկած առաջացում։ Միգուցե մտածելա, որ ինքը մեղավոր է, ինքը ընդունելա, որ մեղավոր է, գնա ոստիկանություն ինչ ասի, աս որ խելոք տեղ իրան բռնեցին, տարան ծեծեցին, չի կարա ասի։ Մարդիկ կան հակառակ կողմն լեզու ունի, բերան ունի, փաստեր ունի, նույնիսկ տեսանյութ կար 3 թե այսօր համացանցում, որ այո, հայոյանքները արձանագրված են, չգիտեմ ում կողմից։ Մի խոսքով հաջորդ օրը սրճարանում մարդիկ ասում են վայ ծեծել են, պատկերացում են երևի կիսամեռա, ես ինչ ա եղել, մարդկանց պատկերացմամբ եմ ասում, հաջորդ օրը սրճարանում ժպիտը դեմքին լուսանկար է հրապարակել, չգիտեմ, հեգնանք ա եղել այդ ժպիտի մեջ, թե տեսեք ինքը շատ լավ է նստած է սրճարանում, ամեն ինչ նորմալ է, ինչ ա եղել իրան բանել չի եղել, հետո նոր գնացել է հիվանդանոց, 1 օր անց գնացել է հիվանդանոց։ Հիմա եթե տվյալ անձը չունի որևէ մեղքի բաժին, չունի այն նախապատմությունը այս միջև այս ծեծը հասնելու եւ հաջորդ օրն է գնացել հիվանդանոց, ի՞նչն է խնդիրը, չէ՞ որ մարմնական վնասվածքներ, միգուցե ես չեմ կարող հաստատել։ Եթե տեսանյութը տեսնում ենք հարվածները ոտքերով, ձեռքերով, եթե նման ծեծակերը չի կարող ուղարկի չդատապշկական եզրակացություն չլիներ, եթե հայտներ ոստիկանություն բնականաբար փորձաքննության էին ուղարկելու եւ չէին կարող չարձանագրվել, ասենք ինչ
լիճ առարկաներով, բութ առարկաներով եւ այլն ոտքի ձեռքի հարվածներով ինչ որ կնշվեր, ստացել է մարմնական վնասվածքներ։ Չնայած էլի հաջորդ օրը կարող էին մնալ այդ վնասվածքները եւ որոշվել վաղեմության ժամկետները, թե իրոք այդ դեպքի հետ կապ ունի, թե դրանից առաջ Հայկ Կոնջորյանի եղբայրը մեկ այլ իրավիճակներում է միգուցե հայտնվել այլ վաղեմության վնասվածքներ կան եւ այլն, սրանք հարցի մեկ մյուս կողմն են, բայց ինչի չի գնացել։ Եթե ինչ որ բան կար, այո, գուցե եւ չգիտեմ, իհարկե խորհրդակցել է, իհարկե նրան խելք խրատ տվողներ շատ են եղել, որի սկզբանե փորձել է դերևս ծերմպահ մնալ, հա, ոստիկանություն դիմելու, հիվանդանոց գնալու եւ այլն։ Այս ցկցկված գործողությունները պատմում են եւս իմ կարծիքով փաստում են եւս այն մասին, որ այո, նախադրյալները եղել են, հիմքը եղել է ինքը, պատճառը ի սկզբանե ինքն է եղել եւ եկել է սպա, հիմա այս թվարկած դրվագների շուրջ կարող ենք պատկերացում կազմել, որ եթե ուղղորդել են իրեն, երբ գնա, որը գնա, քանի ժամ հետո գնա, գնա թե չգնա, ինչ անի, այս ամեն ինչը արդեն ունի իր համախմբվածությունը, որի ներսում, հա, կազմակերպվում է Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ որոշակի ինչ-որ դրական ճանապարհ հաշտելու համար իրավական համակարգում։ Սա եմ ես պատկերացնում, որովհետև պրակտիկան, փորձը, անցած ճանապարհը, իմ հետ կատարված բոլոր դեպքերը շատ հասարակ, sense կարմիր գծի նման անցնում են, որ դրանք հանգեցնում են այդ հետագա քայլերին։ Թե մյուս կողմի հետ ինչ կլինի, ոնց կլինի, ինչ իրավիճակներ կլինի ցույց կտա քննությունը, եթե իհարկե նախաձեռնվի, ես չգիտեմ, քրեական բարոյթ նախաձեռնվել է, բայց դերևս մեղադրյալներ չկան, ինչքանով գիտեմ, ու ընթացքը արդեն կերևա, բայց կարող եմ հետեւյալ համոզմունքը հայտնել, որ ԿՊԱ-ականները սկսել են իրար հոշոտել։ Ես այս եզրակացության եմ հանգել, իհարկե ներքին խժդժություններ շատ կան նրանց մեջ, եւ մամուլն է հրապարակում, եւ տարբեր հաշտակներից ենք լսում, եւ տարբեր միջանձնյա խոսակցություններ կան, որ հասարակության մեջ կան այդ շշուկները, որ իրանք իրար են ուտում, բայց նաեւ այս տեսակի, այս կարգի արտառոց, որ բռնեն ու տենց փողոցում, հա, այդ հատվածում, որտեղ տեսանյութն է արկա, այդ կարգի ծեծի ենթարկեն, այդ կարգի բռնության ենթարկեն, ու սենց հլը դերևս որոշակի որևէ խոսք չկա ԿՊԱ-ական այլ ներկայացուցիչների կողմից, թեկուզ եղբոր կողմից, թեկուզ վարչապետի կողմից, ինչու՞ չէ, որովհետև ինչ որ հանցագործություններ որ տեղի են ունենում, օրինակ մենք նախադեպեր ունենք, որ վարչապետը հենց կառավարության նիստի ժամանակ ինքը ցուցմունք է տալիս, ինքը անմիջապես իր գնահատականն է տալիս եւ նախաքննական մարմինը անմիջապես արդեն առաջնորդվում է այդ ցուցմունքներով։ Հիմա ինչքան վատ է Հայկ Կոնջորյանի եղբոր վիճակը, իր արարքների տեսանկյունից եմ ուզում ասել, որ վարչապետը որևէ գնահատական չի տալիս եւ կարծես թե այդ թեւը լուռ է։ Սա է ամբողջ խնդիրը եւ բնականաբար ես կասկածներ ունեմ, որ Կոնջորյանի եղբոր հակառակ կողմը միգուցե եւ հա չի ստանա օբյեկտիվ գնահատական իր արարքների համար, իսկ ես հենց հատուկ էլ ի սկզբանե իմ կարծիքը հայտնեցի, թե ոնց ա եղի, ինչ ա եղել պատմությունների համատեքստում, այն տեղեկություններ ինչ որ կա, եւ բնականաբար ես չեմ կարծում, որ կարող է լինել օբյեկտիվ քննություն։ Դա բացառվում է ուղղակի, որ լինի օբյեկտիվ քննություն։ Տիկին Ադանալյան, տեսեք նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից չի եղել արձագանք, ամեն դեպքում այս դեպքի հետ կապված ինքնի խոսքը չի ասել, բայց համենայն դեպս նա հատկապես ընտրություններից հետո սա Նիկոլ Փաշինյանին պետք չի։ Մենք բոլորս էլ գիտենք արդեն ընտրություններից հետո վարկանիշի մասին է խոսվում, ընտրությունները ցույց տվեցին, որ սահմանադրական մեծամասնություն իրենք չկարողացան կազմել, սա Նիկոլ Փաշինյանին պետք չէ, այն էլ այսքան մտերիմ ԱԺ իշխող խմբակցության ղեկավարի եղբորն է ծեծի ենթարկում, սա նույն ԿՊԱ-ականները։ Նիկոլ Փաշինյանի կարծես թե պետք չէր այս իրավիճակ իրադրությունը, բայց հաշվի առնելով, եթե իր կողմից լինի ինչ որտեղ օբյեկտիվ կամ դեպքին այլ տեսակետից ինքը նայ ոչ թե որպես ԿՊԱ-ական, հաստատ պետք է որ արձագանքները լինեն։ Դուք սպասում եք, որ Նիկոլ Փաշինյանը, ասում եք հիմա չի եղել, իսկ հնարավոր է հետո Նիկոլ Փաշինյանը այս դեպքը օգտագործի, հենց մենք տեսնում ենք, չէ՞, դուք ասում եք ԿՊԱ-ականները իրար հոշոտում են եւ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի մոռանում։ Կարող է այս դեպքը օգտագործվի հետագայում։ Ես համաձայն եմ ձեր հետ, ելնելով ինչ հանգամանքներ, նաեւ Նիկոլ Փաշինյանի որոշակի անհատների, նաեւ յուրայինների նկատմամբ ունեցած հետագայում պատժելու ինչ որ բաներից, հա, հանգամանքներից, ես համաձայն եմ ձեր հետ, որ եթե նա լռում է կամ հետագայում միգուցե, հա, այս հարցին կանդրադառնա իր ձևով, հա,
ինչպես օրինակ պաշտոնանկ եղան այլ անձինք եւ այլն ազգային ժողովում տեսնում եք նախագահի փոփոխություն է լինում, այլ պաշտոնների փոփոխություններ են լինում, սրանք միգուցեև հենց արդեն ունեցել են նստված քա վերջինի մոտ զուտ եւ քաղաքական եւ անձնական միջանձնային հարաբերություններով դրա համար ես կարծում եմ համաձայնելով ձեր հետ որ այո կարող է նաեւ անհետևանք չմնալ կոնկրետ Հայկ Կոնջորյանի համար կարող է անհետևանք չմնալ բայց այստեղ պետք է մի շատ կարեւոր հատկանիշ ընդգծենք թե նայած թե ինչ հարաբերությունների մեջ է Նիկոլ Փաշինյանը Հայկ Կոնջորյանի հետ նայած թե միջանձնային ինչպիսի համակրանք ունեն միմյանց նկատմամբ արդյոք Հայկ Կոնջորյանը հենց Նիկոլ Փաշինյանը ինչպես գիտեք նա ունի շատ մեծավոր նեղ շրջապատ քպայականների մեջ նայած թե ինչպիսի հանգամանքներ կան նայած թե սա որ երրորդ դեպքն է եւ այս բոլորի համատեքստում նոր կարելի է հանգել հնարավոր որոշակի եզրակացության թե Նիկոլ Փաշինյանը ինչպիսի դիրքորոշում կունենա Դուրս գան կարճատև գովազդային դադարի Տիկին Անդանալյան, որից հետո շարունակենք։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Տիկին Անդանալյան, ամեն դեպքում մենք կհետևենք այս Հայկ Կոնջորյանի եղբոր գործի հետ կապված, որտեղ բավականին աղմուկը մեծ է եւ սա փոքր բիզնեսի մասին չէ խոսքը, սա այդ բարձրահարկ կառուցվող տների մասին է եւ ընդ որում հետքլրատվականը բավականին մանրամասը անդրադարձ է կատարել, այնպես որ հետևենք իրադարձություններին, կտեսնենք ինչ իրավիճակ կունենանք եւ անմասն չէ նաեւ մեր բանակը զոհերից փաստորեն։ Մենք ճամբարակում ունեցանք զինվորի սպանություն, այսինքն
Դա ողբերգություն է։ Ողբերգություն է, որը շարունակական կրկնվում է։ Մեկ տարվա մեջ 8-րդ զոհն է, իսկ Հելսինկյան քաղաքացիական Վանաձորի գրասենյակի տվյալներով 30 մեկ տարվա մեջ զինվորի մահ ունենք արձանագրված բանակում։ Այս թվերը ինչի մասին են խոսում։ Արդյոք մեղավորները միշտ համարժեք պատասխանատվություն չեն ստանում, թե պետությունը չի կարողանում կառավարել, ինչն է, թե այդ, ինչպես ասում են, գոյություն ունի կլանային համակարգ, որ բանակի ներսում է, ընդ որում տղան առաջին անգամ Նարեկը բարձրացել էր դիրքեր։ Դա նրա առաջին եւ վերջի ցավոք դիրքը եղավ։ Գիտեք, ողբերգություն ասելը շատ քիչ է ասված բանակի նկատմամբ, որովհետև իսկապես մեր բանակը շատ ծայրահեղ ողբալի վիճակի մեջ է, չգիտեմ անգամ ինչ բառերով նկարագրեմ, որ ծնողները ասում են բանակը բարդակ է, ճիշտ են ասում եւ պիտի ավելին ասել, եթե այլ բառ կա, որ հրապարակային կարելի ասել, այլ բառով պիտի պիտակավորել, որովհետև այն ինչ որ կատարվում է բանակում, սա ուղղակի երկրի կործանման առաջին նախադրյալներից մեկն է, եթե ոչ առաջինը։ Եթե քո երկրի բանակում զինվորներ են մեռնում, սպանվում խաղաղ պայմաններում, ու այդ զինվորները ջահել երիտասարդ երեխաներ են բնականաբար 18 տարեկան, 18 ամս։ Կարևորը թշնամուց չեն։ Այո, թշնամուց չեն։ Նիկոլ Փաշինյանը անդադ շեշտում է դա։ Եվ իր ծառայակցի կողմից իրականացված հանցավոր արարքների հետևանք է, եւ 7 ամիսների մեջ 30 սպանություն, հələ 30-ը բաժանեք 7-ի, ամսեկան քանի սպանություն։ Այո, 4 մոտավորապես 4 զինվոր ամսեկան սպանվում է իր ծառայակցի կողմից եւ հետո ասում են, որ փորձում են այս ամեն ինչը կոչել, հա, սպանությունները, եկեք մենք այդ թվերը ամեն դեպքում մենք մեր կողմից չհրապարակենք, բայց կա 30 մահ։ Այո, բայց հիմա հրապարակենք այն մասը, որ բոլորը մեծ մասամբ ինքնասպանության, հա, բնութագրմամբ քրեական օրենսգրքով ինքնասպանության հակելու, ինքնասպանություն գործելու հատկանիշներով են, հա, հարուցված։ Հետո 1-2 դեպք սկսում են արդեն ասել, որ ծառայակիցն է արել, ծառայակցի հրազենի վնասվածքով ա եղել եւ այլն, այդ էլ ընթացքում մեկու մեջ ասում են, բայց դա չի նշանակում, որ 30-ն էլ տենց են եղել։ Կամ ինչպես է լինում, որ օրինակ ծեծում են, այնուհետև հասցնում են այն իրավիճակի, հակում են ինքնասպանության անձին եւ տվյալ դեպքում արդեն ասում են կախվել էր։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ մեր զինվորներին, այս երիտասարդ սերուցքին ազգի, որ ուղարկում են բանակ, կարող ենք ասել, որ երեխեք չան, ճակերտներով եմ ասում իհարկե, երեխեք չան, մենք ձեզ ուղարկում ենք ինքնասպան լինելու։ Կարանք ասենք։ Կարանք ասենք։ Այսինքն ուղարկում են երեխաներին ծնողները, մայրերը բանակ, որ ծառայեն հայրենիքին, որ ստանան զինվորական կեցվածք, զինվորական կարգ ու կանոն, տղամարդ դառնան, տղա մեծանան, գնում են ինքնասպան են դառնում։ Մի հատ եկեք խորը մտածենք, էլի, ով աստեղ մեղավոր։ Բարով խերով ճանապարհում են, ասում են խաղաղություն լինի, սաղ սալամատ գնաք, բարով վերադարձակ ձեր ծնողների քիչ, երեխեքն էլ բարձր տրամադրությամբ բոլորը, երկով բարով, այո, գուցե ներկուս ինչ որ ճնշվող բան կլինի բնականաբար, բայց մարդիկ ուղարկում են, չէ, չեն պահում իրենց երեխեքին իրենց փեշի տակ։ Բայց հիմա ինչ եք հետ վերադարձնում ծնողներին, ում եք վերադարձնում։ Այդպես էլ չսովորեցին զինվորին ողջ եւ առողջ ծնողին վերադարձնել։ Այս պետությունը, այս երկիրը տարիներ շարունակ չսովորեց ողջ եւ առողջ զինվորին տալիս ծնողին, այնպես ինչպես հանձնել էր պետությանը։ Սա ինչ մակարդակ է, սա ինչ շնորհք է, սա հնարավոր է ամեն ինչը թույլ տալ ամեն օր, ասու իրանորը նմանատիպ մենք բաներ ենք լսում, դեպքեր ենք լսում։ Իրոք բանակը բարդակ է։ Եթե մենք ունենայինք պաշտպանության նախարար, նա աշխատեր իր պաշտոնին ըստ իր մասնագիտական տվյալների, ըստ իր մարդկային հատկանիշների, մարդկային զինվորական առավելություններ ունենալու հոպարոյա հոգեբանական հատկանիշների, հետևաբար մեր բանակը, ես չեմ ասում կփայլեր, բայց գուցե եւ այս մակարդակին չէր լինի։ Հիմա Սուրեն Պապիկյանին պիտի ժողովուրդը կանչի, որտեղ հաջորդ ծերունդն էլ կգնաց 5 տարի իրանք եկել են նստել են, պիտի նորից մնան իրենց պաշտոններին, չէ՞։ Ես կարծում եմ, որ Պապիկյանին էլ կթողնի, դա ասված չթողնի, բայց ո՞ւմ է նշանակելու, հա, կարող է իրանից փեթարը գա, որտեղ նշանակումները միշտ փեթարից փեթարին է նշանակել, նախորդին ասում եք, վայ, ինի մնար ավելի լավ, չէ՞, դուք պատկերացնում եք, ինչ ողորմելի վիճակի մեջ ենք մենք։
ու այս պայմաններում Պապիկյանից որևէ ձայն ծպտուն չկա։ Ինչ են ծեծել այս տղային։ Դիշքեշ գնացած զինակից ընկերները, ինչ են իրար ծեծել, ինչն է եղել պատճառը։ Այդ տղան, որ հասցրել է այս երեխուն այս վիճակին, ես կրկնում եմ, էլի եմ ասել ինչ որ առիթով, պիտի անպայման մահապատիժը գործի։ Այսպես այլևս հնարավոր չի։ Մենք այնքան ծայրահեղ հանցավոր ծուղակի մեջ ենք հայտնվել, այս մեր ազգը, մեր ժողովուրդը, որ մահապատիժը պիտի վերականգնվի միանշանակ։ Ժողովրդավար պետություն ենք։ Հա, ժողովրդավար, արտարադատության ողջ համակարգը փայլում է, ո՞նց կարելի է մահապատիժ լինի, չի կարելի։ Հիմա ես Բարեփոխումներ են արվում։ Հա, բարեփոխումները շատ իդեալական կատարվում են։ Տեսնում եք բարեփոխումները։ Զինվորին ուղարկում է մայրը բանակ, տանում ծեծում են, հետո էլ կախվում է այդ զինվորը, տանում տալիս են մոր ծեռը։ Զինվոր, ով բարձրագույն կրթություն է ստացել, զինվոր նայում ես նկարին այդ տղային Նարեկ Թորոսյանին, այս ճամբարակուն զոհվածի մասին է խոսքը, ինչի մասին որ խոսում եք։ Նայում ես նկարին, քրքերի հետևի ֆոնին քրքերն են, նայում ես դեմքին, հայացքին, սիրտդ մղկտում է, ասում ես լավ ո՞նց եղավ այս երեխուն, ի՞նչ դարան սենց արեցին։ Ընդ որում բոլորն են նրա մասին շատ դրական խոսում, թե դասախոսները, թե Այո, ես լսել բարևանները, եմ ճիշտ ասած, այդ մասին էլ եմ լսել ու նաև մնացած երեխաներին ում հասցրել են այդ վիճակին։ Ընտանիքի տան երեխան, այո, պիտի գնա ու հայտնվի նման ճիվաղների ձեռքերում, մարդասպան ճիվաղների ձեռքերում։ Հիմա այդ բանակի հրամանատարությունը, իրենց ղեկավարները չեն հասկանում, ոչ տղան ինչ հատկանիշներ ունի, ոչ տղային ոնց պիտի օգտագործեն բանակում, որ ինքը կարողանա եթե վատ վարկագիծ ունի դաստիարակվի, բանակը դաստիարակվի։ Եթե խեղճաթույլ է, իրան ուժեղացնեն։ Ես սովետական ժամանակների մարդ եմ, եւ ես շատ լավ գիտեմ, թե բանակում ինչպիսի առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորվել յուրաքանչյուր զինվորի նկատմամբ։ Ակտիվ զինվորները եղել են իրենց բաները, ջոկատների ղեկավարները, թույլ զինվորներին հանձնարարություններ տվել այլ բաներ, որպեսզի նրանք ավելի ուժեղանան։ Սա է բանակի դաստիարակությունը։ Սա հենց սովետական բանակի բարքերն են, որ դեռ տեղափոխվել հասել է։ Ոչ, իրանք շատ հաց ու պանիր ունեն ուտելու, որ սովետական բանակի մակարդակին կարողանան հասնել։ Զինվորը ուներ պատիվ, արժանապատվություն, զինվորի կեցվածք, զինվորի հոգեբանություն, ծառայած մարդիկ հետ են եկել տղամարդ դառած։ Դուք սովետական բանակին կարակ բան ասեք, կախվում էին սովետական բանակում, զինվորներ էին կախվում օրը մեկ։ Բա ուր է ձեր բանակը։ Ով եթե ունեցել է թերությունը, ես չեմ ասում թերություն չի ունեցել, այնտեղ կռիվներ չեն եղել, միշտ էլ վախը, բան ամեն ինչ եղել է, կարգապահական խնդիրներ են եղել, գցել են, պատժել են եւ այլն։ Չէր կարող չլինել ուղղակի, այդքան տղու ղեկավարելը, կառավարելը, մի քիչ հեշտ բան չէ էլի բանակ ղեկավարելը։ Մարդիկ տան երկու երեխա են ունենում, չեն կարողանում ղեկավարել իրենց երկու տղա երեխաներին։ Ու մնաց թե բանակի այդքան տարբեր ընտանիքներից եկած, տարբեր հայացքների տեժ տղաներ։ Հիմա ինչ են կախվում։ Գոնե դուք մի ասեք, բանակ էլ ունենաք, կարգ ու կանոն էլ ունենաք, պաշտպանության նախարար ունենաք, էնում է դարդ, ասենք հապա, իրանք ահագին կան էլի, երբեջա մարդիկ են, դուք ոնց կարաք ուրիշին բան ասեք, սովետական բանակին դուք կարաք բան ասեք։ Դրա համար էլ այսօր մարդկանց երեխաները տենց գնում են ու դիրակ դառած տալիս են իրանք ծնողներին։ Հիմա թող պատասխան տան, ով ա եղել ծեծողը, այնտեղ կալանավորվել են մարդիկ, չգիտեմ ինչ են եղել, երկու հատ հետախուզվողը հայտնաբերվի, ինչ ա եղել, չգիտեմ, տարբեր պատմություններ կար այս երեխու շուրջ։ Բայց հիմա կանխվելու է այս դեպքը։ Ենթադրենք, այդ ով որ ծեծել է կամ ովքեր որ մասնակցել են, ինչ են արել, ինչ են արել, ենթադրենք դրանց պատժեցին։ Պայմանականորեն եմ ասում։ Մի այնտեղ էլ ընտանիքները։ Հələ չգիտեմ ով ում թուլեն է շատ ներողություն է սպարիս համար, ում հերը կգա մեջ կգնի, ինչ կանի, ում մեղավոր կանեն, ում անմեղ կար, ուժողին մեղավոր հանեն, մարդասպանին անմեղ հանեն։ Չգիտեմ, եկան խայտարակ խուլիգան վիճակ այս համակարգում, չես հասկանում, շունը տիրոջը չի ճանաչում։ Ու հիմա ենթադրենք պատժեցիք, պայմանականորեն ընդունեցիք, որ աշտարժ քննություն եղավ, պատժեցիք։ Վաղելի է լինելու, բանակը բարդակ է։ Դուք պիտի արմատը գտնեք, դուք պիտի հասկանաք, որտեղից այս ամեն ինչը ծնունդ առնում, որտեղից է սկսվում, որպեսզի դեմ առնեք, հոսենց չի լինի։ Ամեն անգամ երեխեքին հասցնում եք կյանքի ու մահվան ճանապարհ, ասես հանգիստ տներ այդ վեր եք ընկած, ձեր համար ձեր կերուխումի հետևից եք ընկած։ Բա ում օջախը մարավ, թող գնա դրա մայրը մղ կտա։ Սա բանակ է, սա բանակ չի։ Ճիշտ են ասում զինվորների մայրերը, բանակը բարդակ է։ Քանիցս ասեցի ու էլի կրկնում եմ։ Մենք կաշկապա բանակ չունենք, մենք ունենք մենակ երեխեք, տղաներ տարած իրար վրա լցված, սահման է պահում իբր, ոչ սահմանը գիտենք որն է, ոչ որը գիտենք որն է Ադրբեջանինը, որն է մերը, տարել են մցրել են իրար բերան, հələ դուք սահմաններ երբ ունեք, երբ եք հասկացին, ով եք ինչացու եք, որ բանակ էլ ասում եք, բանակ ինչ պետք է անի, որ
Տիկին Անդանալյան, ինչպիսի բարեփոխում պետք է արվի բանակում, որ այդ ձեր ասած բարտակը կարգավորվի, Գիտեք, առաջինը կարգապահությունը պիտի սկսվի եւ պաշտպանության նախարարը պիտի առաջինը լինի կարգապահ, զինվորական հետագիծ ունեցած, զինվորական ծառայություն անցած անձնավորություն պիտի լինի եւ պիտի ունենա տղամարդկային բարձր հատկանիշներ, թե չէ ամեն մեշոկ շատ կներեք էս բարիս համար կողուն լիքը լծրած մեշոկ բերանը կապած որ տանեն տնեն մի հատ տեղ ասեն էսի պաշտպանության նախարարն է բանակ չի կարող լինի ես ոչ մեկին չեմ որակավորում ես ասում եմ եթե մեշոկ լինի տանեն տնեն բանայի տեղը ասեն հեսա ձեր նախարարն է ինչ կլինի բանակի վիճակը խոսքս որևէ մեկին չի վերաբերվում Տիկին Ադանալյան բանակից անցնենք այսպես ասած մարդիկ ապրում են գյուղում մայրը իր երկու որդիներին է փաստորեն դաստիարակում, մեծացնում եւ 56 տարեկանում տղաներից մեկը մորը սպանում է։ Մելի գյուղի մայրասպանության մասին է խոսքը։ Ճիշտ է, փաստորեն ամիսներ անց դեպքը բացահայտվեց, դրա մասին էլ մանրամասն գրվեց համացանցում եւ 20-ամյա որդին, ով ունի որոշակի առողջական խնդիրներ, բանից պարզվում է հենց մորը ինքն է սպանել։ Սա ինչպես եք բացատրում։ Արդյոք հոգեկան, առողջական վիճակի պատճառով մարդը չպետք է պատասխանատվություն կրի եւ այդ մարդը հանրության մեջ ինչպես պետք է ապրի։ Կարող է դա մայրը չլիներ համագյուղացի, մի խոսքով այս դեպքի հետ կապված ձեր վերլուծությունը։ Տեսեք, ընդհանրապես ծնողներին սպանելու դեպքերը շատացել են Հայաստանում։ Ցավոք շատացել են, այո, եւ հիմա մի այնպիսի իրավիճակ է, որ կոնկրետ մայրասպան այս տղան շահարկվում է նաեւ մյուս եղբոր անունը, չնայած հեշքում են համագյուղացիները, բայց ամեն դեպքում, եթե արկա է մայրասպանություն, սա արդեն վերջն է։ Եթե արկա է ոչ թե սպանություն, սա արդեն վերջն է։ Ես չեմ պատկերացնում ու չէի կարող երբևէ պատկերացնել, սակայն արիուտես ինքս անձամբ շատ լավ պատկերացնում եմ դա խորությամբ ու հատիկ գիտեմ թե քանի դեպք է եղել հայրասպանության, մայրասպանության Հայաստանում եւ հիմա որ այս տղեն պատճառաբանում է թե մայրը իրեն ոնց որ վառարանի շշով խփել է ծխելու համար ինքն էլ չղայնացել է, հետո մայրը գնացել է պարկել է, հետո ինքը նոր որոշել է որ գնա կրտնակով մորը ծեծի մի 5-6 անգամ տվել է, հետո այնքանա ծեծե մինչև սպանել է կրտնակով։ Հիմա եթե մայրը շշով խփել է, նախ պիտի երևա մոր շշով խփածի տեղը, գործակալություն պիտի նշանակվի, հա, այդ մեկ, կարող է ստում է։ Ասма ծխախոտի հետ էր կապված, ծխելու համար էր կապված, ես էդ էլ չեմ հավատում, որովհետև գուցե ուրիշ հարցած է, գուցե գումարի, գուցե մեկ այլ բանի, ես դրան չեմ հավատում։ Ուղղակի գուցե եւ հորինված ինչ որ մոտիվ է հենց այդ տղայի կողմից, ում ասում են հոգեկան հիվանդ։ Սա մեկ, հաջորդը, եթե վստահվել է իրեն տարել է ինչ որ անասուններ արածացնելու հովիվ ա եղել եւ այլն։ Եթե հոգեկան հիվանդ է, այդ ամբողջ գյուղ այդ անասուններին տալիս էին, որ ինքը տաներ արածացներ, հա ինչ իմանային, անասունները տուն կգային թե չէին, կա ինչ կրնեին, կկորեին, եսի միջ գիլանոց կրնեին, եսի միջ կրնեին։ Հարց ուղակի զուտ սովորական։ Ոնց է վստահել գյուղը, եթե ինքը հոգեկան հիվանդ է։ Կամ եթե հոգեկան հիվանդ է գրանցված է արդյոք համապատասխան հոգեբուժական կենտրոնում։ Հարց։ Հաջորդ հարցը Այնքան ունակ ա եղել, որ ինքը սպանել է մարտ ամսին, տարել թաքցրել է, չի պաշարել ու բանանի շատ փորի, որ երև ինչ որ մարդիկ չտեսնեն վրա չկան, ուշադրություն չգրավի, սա էլ է չէ խելքի բան, որ ինքը մակերեսային է հուղարկավորել, անդադ հողով ծածկել է, որ չերևա։ Հետագային որ տեսել են այդ կինը չկա, եղբայրն է թե ով է եկել, հոր եղբոր տղան որ ինչ որ Ռուսաստանից է եկել, հասկացել են որ այս կինը չկա, ու ինքը բացարձակ խղճի խայտ չի զգացել, որ մորը այնտեղ տարել թաղել է, հողնել վրան ալ ասում ու տուն է գալիս է, նստում է այդ մորը շրջապատած իրերի, տան, սենյակի մթնոլորտում կշարունակում ապրել ու հետ պետք էլ չի։ Հետո իբր ինքը զղջացել է, լացել է, բանը արել, ասես Էդ էլ խրատ տված բաներ կա, էլի որ զղջել է, զղջալի հիմա շատ խրատ տված պահ է, որ ինքը զղջում է, լացել է, չոքել է, այս կապիկություն է սա ընդամենը։ Եթե ձեռքը գնացել է մորը այդքան բան է արել, այդ պահին ինքը իրան չի կարողացել տիրապետել, որ դիմացին իր մայրն է։ Զղջալը արդեն 0 նշանակություն ունի, 0։ Այնուհետև վերջերս լրատվամիջոցներից մեկի հետ համացանցում տեսա ինքը շատ գրագետ, շատ խելացի Երևի մենք չկարողանանք այդպես ձևակերպումներով ասել, որ
կալանավորման միջնորդություն ա ներկայացվել իրան, դատարանը ասում է, իր բառերից եմ ասում, դատարանը մեժել է խափանման միջոց կալանավորումը ու իրան ազատ արձակել։ Ինքը այս բառերով ասում է, սա հոգեկան հիվանդի պահվածք է, ոչ։ Կարող է ինչ որ հոգեկան խախտվածություն ունենա, այսօր բոլոր մարդիկ այնքան նյարդային սուր խախտումներ կա մարդու մոտ, երևի ասեն հոգեկան հիվանդ է, տենց որ մարդիկ կարա սուր նյարդային ստրեսի մեջ ընկնեն։ Բայց հոգեկան հիվանդը ունի տարբեր ախտանիշներ, տարբեր աստիճանի հոգեկան հիվանդներ։ Հոգեկան հիվանդ կասում են հոգեկանի, բայց ինքը գիտակցում է իր մեղքը, ինքը անմեղսունակ չի, ինքը հասկանում է ինչ արել։ Սրանք տարբեր աստիճանի հոգեկան հիվանդությունների առանձնահատկություններ ունեն։ Հիմա ինքը արդյոք այն հոգեկան հիվանդն էր, ով անմեղսունակ է եւ չի գիտակցում, որ ինքը իր ամորը սպանում է։ Սա արդյոք այդ իրավիճակն էր։ Հարց սրանից։ Ոնց ա եղել որ դատարան իրան բացել, ոչ չգիտեմ ինչ փաստաթղթեր ներկայացել, ով է ներկայացել, ունի արդյոք փաստաբան թե չունի, չգիտեմ, այս բոլոր մանրամասները մինչև չիմանանք, չենք հասկանա իրականում ինքը ով է։ Բայց որ ծնողներին սպանելու այս հանցավոր արարքը շատացել է, դա փաստ է, եւ ես պիտի օգտվելով այս առիթից, այս հանցավոր դեպքից, ցավոք սրտի օգտվելով, լավ բանով չեմ ասում, նշեմ, որ օրինակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ուղղակի պաշտում է ծնողասպան հանցագործներին, ես ասում եմ չակերտներով պաշտում է։ Արմեն Չիչոյանը Շիրակի մարզի դատախազն է, Աննա Վարդապետյանի նշանակած դատախազն է, ինքը եւս պաշտում է ծնողասպան զավակներին։ Ես ունեմ փաստ տվյալ, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում հենց հիմա արդեն 11 տարի է, 15 թվականից սպանել են իրենց հորը, ԿՄ-ն եւ ԱՄ-ն շահադիտական թշնամիներով զուգորդված, այս հոր սպանությանը ներքաշելով նաև իրենց երեխաներին, սպանել են անկողնային հիվանդ, անօգնական վիճակում գտնվող ծեր հորը եւ 11 տարի է Շիրակի մարզային քննչական վարչությունում կոծկում են այս դեպքը, ակնհայտ գործը քննած պրծած ամենացում է մեղադրանք առաջադրեն ուղարկեն դատարան, չեն ուղարկում, որովհետեւ 11 տարի է իմ կարծիքով նրանք կաշառքներ են ուղարկում իրավապահ մարմնին, ենթադրյալ կաշառքներ, որպեսզի գործը կոծկվի մինչև վաղեմության ժամկետները սպառվեն։ Այ այսպիսին է մեր իրավապահ համակարգը։ Հիմա ասում եմ կոչ անել Աննա Վարդապետյանին։ Աննա Վարդապետյան, դու ծնող ունես։ Դու տեսնում ես քո արարքների հետևանքով ինչ է տիրում, հա, մեր երկրում։ Ինչպես են աճել ծնողասպանները։ Եվ հիմա ներկապահին այդ գործը, այո, Շիրակի մարզային քննչական վարչությունը 56-60 տարեկան քույր եւ եղբայրներ իրենց երեխաներին ներքաշելով սպանել են իրենց հորը։ Ու հիմա այդ գործը քննության է առնվում։ Որևէ մի տեղաշարժ գործով չկա, գործը հեղեղված է, թե ովքեր են սպանել, ոնց են սպանել, ծեծել են հորը, մարմնական վնասվածքներ կան, ծեծի հատկանիշներով, այնուհետև թունավորման եղանակով սպանել են այս մարդուն։ Հիմա նստել են իրար երես են նայում, կաշառք կա, չէ՞։ Բայց Նիկոլ Փաշինյան ասում է, մեր առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարելն է։ Հեսա քո կոռուպցիայի դեմ պայքարելը։ Կոռուպցիան ոտից գլուխ քո գլխավոր դատախազն է։ Եկեք ես ցես փաստեր ցույց տամ, կախեմ բոլորի այն ովքեր կհեշքեն այս ամեն ինչը, կախեմ իրաց ականջներից։ Բա դու ղեկավար ես, հա։ Բա դու դատաիրավական համակարգ ունես, Նիկոլ Փաշինյան։ Այս վերջերս ինչ որտեղ ես իրան եմ ասում, որովհետև ինքն է վարչապետը, իր համաձայնությամբ ազգային ժողովը իր ԿՊ-ի մեծամասնությամբ է նշանակվել այս անհասկանալի կերպար գլխավոր դատախազին, ես չեմ հասկանում, կա անհասկանալի կերպար է։ Ու լծվել է իր քաղաքական գործերով, բայց այսօր շարունակվում են մայրասպանություններն ու հայրասպանությունները։ Բա պիտի շարունակվեն։ Ես ասում եմ, Աննա Վարդապետյանը պաշտում է, սա լսի պես գործ է։ Ինքն ու Արմեն Չիչոյանը բերկրանք են ապրում այս գործով, բայց պատասխան են տալու։ Հարգելի հայրենակիցներն ու անտապանը կրկին եթերում է։ Տիկին Ադանալյան, եթե ամփոփենք փաստորեն մայրասպանության դեպքը, Մուրացանի վրա մենք ունեցանք նաև դաժան սպանության դեպք, Ճամբարակի զինվորի սպանություն, սա ընդամենը մի քանի օրերի վիճակագրությունն ենք մենք ներկայացնում, բայց ամեն շաբաթ դեպքերը, վթարները, երեք էլ սարսափելի վթար եղավ մի ամբողջ ընտանիք, մի խոսքով, այս ամենը եթե չկանխեն, եւ ով պետք է կանխի։
Տեսեք, Մուրացյանի դեպքն էլ արդեն ցույց տվեց, թե ինչպես կարող են մարդիկ օրը ցերեկով տենց կրակոցներ, մոտ 30 կրակոց, ինչն էլ ինչն էլ պատճառ է հանդիսացել ինչ-որ բիզնես խաղերի հետ կապված, իրար միջև անհամաձայնության եւ այլն 20-ամյա երիտասարդ է մահացել, 15-ամյա անչափահաս է, վնասվածքներ ստացել։ Սա ինչի մասին է խոսում, սա խոսում է իշխանության բնութագրիչն է եւ մեր ժողովրդի վիճակագրական տվյալն է, ցածր մակարդակի վիճակագրական տվյալն է, իշխանության դաստիարակությունն է առժողովուրդ։ Եվ դրա համար սա շատ բնութագրիչ է եւ նրանց եւ մեր ժողովրդի վիճակագրական տվյալներին խիստ համապատասխանում է։ Հիմա եթե մարդիկ խոսում են ճշմարտությունից, մեր ժողովրդի մի ստվար զանգված ատում է ճշմարտություն ասողներին։ Ինչի համար է ատում, որովհետև հեռացել է ճշմարտությունից։ Մեր ժողովուրդը այն աստիճանի է փոխվել, ես չեմ կարող ասել, քանի աստիճանի տակ է փոխվել է ազգը, որ իսկապես սկսել է ատել ճշմարտություն ասողներին։ Սա է ամբողջ խնդիրը։ Եվ ես կուզենայի Նիկոլի խոսքերից այս վերջին դրվագների հետ կապված վերջերս ելույթներ ունենում, դատաիրավական համակարգից էր խոսում, ես եթե կարելի է մի փոքր էլիտար դատավորների մասին խոսքը, ովքեր ունեն կապեր եւ ունեն։ Այո, հիմա մեր ժողովուրդը դարձել են փոքրիկ վայրենիներ, ես այդպես եմ պատկերացնում, նայում եմ մարդկանց իրար են սպանում, sense բաներ անում, ես գիտեմ ինչ-որ ֆիլմի կամ մուլտֆիլմի միջի փոքրիկ վայրենիներին իրար են սպանում։ Ինքը ասում է, վերջին 1 տարվա իրադարձությունները շարունակաբար ցույց են տնում, որ ինչպես ՀՀ-ում չի եղել, այնպես էլ հիմա չկա։ Դատական համակարգ, ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգ, որն անընդհատ ալեկոծություններ առաջացնում մեր հանրության շրջանում, բայց հիմա քորոք ինչի չկա, 8 տարի դու ես, ասում ես 7 տարի մնացել ենք նույն դասարանում, որ նույն դասարանում էիր մնացել, ինչի եկար նորից էլի 8-րդ տարին, էլի առաջին դասարանում է շարունակելու, քո կառավարումը, դու էիր ասում մնացել եք նույն դասարանում, ու հետո ինչ է ասում, շատ հատկանշական է, եւ եթե դատական համակարգը չունի ժողովրդի վստահությունը, այո չունի։ Դա ոչ մեկ չի կարող հեշտել։ Նշանակում է չունի նաև բավարար լեգիտիմություն։ Այսինքն ինքը վարչապետը խոստովանում է, որ մեր դատական համակարգը չունի բավարար լեգիտիմություն։ Ինչն արդեն սպառնալիք է մեր երկրի բնականում, կյանքի կայունության, ազգային անվտանգությանը, հետո ասում է ցավոք չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվելու ստվերային ու ապօրինի ազդեցությունների։ Ասում է կոռուպցիոն համակարգի կողմից իր ղեկավարության օրոք ինքը չի երաշխավորում, որ զերծ կմնա դատական մեկը քո ազդեցությունից պիտի զերծ չմնա, օրինակ, որտեղ չկա մի դատավոր, որ քո ասածը չանի, համ ասում է ասել ձևակերպումներով, շատ քունագեղ, համ հետո դնում ամեմատում ես իր վարքագծի հետ, իր նախորդիվ ասած խոսքերին, ոչ մեկ իրար չի բռնում։ Եվ հետո ընթացքում էլ ասում է, քանի որ դատական համակարգում գործում են նախկինների մարդկային եւ քաղաքական հարաբերությունները, դու ես նախկինների մարդկային եւ քաղաքական հարաբերություններ առաջ եկած վարչապետ։ Հիմա ինչ ես ուզում ասեցի, թե չես երաշխավորում, ուրեմն շատ վատ է ամեն բան։ Շատ վատ է, բայց որ քո երաշխավորությունը կա, որ դու ասենք մարդկանց կարող ես ծնկի բերել, օրինակ Գագիկ Ծառուկյանի պահը, չոքացնել քետնին, երբ որևէ բան չկա, դիմադրություն չկա, կամ այդ անձի կենթանիներին ես տանում լսում, ես ինչ անում, կենթանիներից ես մուրը հանում։ Հիմա Գագիկ Ծառուկյանը ինձ հետաքրքիր չի որպես բան քաղաքացի, պատգամավոր, ինչ որ եղել է նախկինում, մեծահարուստ մարդ, որպես մարդ, երբևէ չի հետաքրքրել։ Ես իհարկե վատ իմաստով չեմ ասում, աջակիցը չեմ եղել, ԲՀԿ-ի չեմ եղել, կառավար չունեմ, բայց հիմա եթե քրեական գործ կա, վարույթ կա նախաձեռնված տարբեր հոդվածներով, դուք որ եկաք այդ գազաններին հանեցիք տարակ, դրանք հանցագործության գործիքներն էին, Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյանը ինչ որ արել է, կհիմնավորեք, չեք հիմնավորի, իրա կենթանիներին տանելը, նսեմացնելը նշանակում անձնական թիրախավորում, նշանակում քաղաքական հաշվեհարդար նշանակում։ Դու հանցագործության գործիք է, որ եկաք այդ մարդու տունը ասեց տակու վրա արեցիք, առակ գնացիք, բա գնացիք մարդասպանության գործիքները կտեք, Նիկոլ Փաշինյան։ Իմ տղայի մարդասպանության գործիքները 12 տարիա չկա ու 12 տարիա գործը դատարանում է։ Ես Նիկոլին հիմա կոչ եմ անում։ Նիկոլ, քո դատարանը չի կարում քննի իմ երեխու սպանության գործը 12 տարի։ Ախպեր ասա չեք կարա քննեք, արեք ձեր գործը գնացեք։ Տվեք իմ երեխու քրեական գործի նյութերը, ձեր դատավորները թող ստորագրեն, որ մենք ի վիճակի չենք, չունենք այդքան, տգետ ենք, չենք կարող քննել այս գործը, կոռումպացված եք, թարգեք գնա։ Ինչպես Աննա Բաշտապետյանը դրտում է որ Սաղին ինքնադատաստանի Վենդետայի
Հələ տեսենք հետագայում ինչ կլինի, որտեղ մեր նկատմամբ կատարված այս իրողությունը աշխարհում չկա նման դեպք, որ մարդու սպանեն 12 տարի դատարանում գործ քննության առնվի։ Չկա ուղղակի նման դեպք չկա։ Դրա համար ասում եմ տվեք երեխուս գործը, ես գնամ դուք չեք կարա քննեք, այ ողորմելիներ էս գործը, այ կաշառվածներ դուք չեք կարա քննեք։ Ու հələ մինչև հիմա ինձ սպասության կոչեր են անում։ Դատարանները անկախ է ասում է դատարանը։ Դատարանի անկախությունը պիտի լինի այդ անկախության ու դատավորի ցինիզմի տարանջատումը։ Եթե դու տեսնում ես, որ դատավորը ցինիզմ է դրսևորում, դատավորը խանգարում է քեզ վկային հարցաքննելուց, հայն չէին մեջ հանգնում, որ վկային կարողանա հավաքի իր բուրը, աջակցի վկային մասի «Не бойся, я здесь»։ Կներեք ես ձևակերպմանս համար։ Մենք սաղը ստեղ քեզ ու թեվութիկունք եք ասա գնա, թող դուժող ինչքան ուզում ա քեզ հարցա, մենք ենք որոշողը։ Դու տեսնում ես այդ ամեն ինչը, ոնց կարաս հարգես այդ դատավորին։ Վերջերս Արտյոմի գործով դատավորը բազար բառ օգտագործվեց թե ինչ իմ կողմից, որտեղ բազարային իրավիճակ է բացում դատարան, նախ թույլ դատավորա պրոֆեսիոնալ չի, Հայկ Սաֆարյան, ես իրեն էլ եմ ասել դատական նիստի ժամանակ, չի պատկերացնում հարցաքննությունն ինչ բան է, չի պատկերացնում տուժող իր հարցերը ուր է տանում ու հայն չէին մեջ հանգնում, թևերը փռում է վկայի վրա, խափանվում է, ասկին ինքը անձամբ արտահայտությանը միջամտում է։ Ստեղծվում է մի այնպիսի վիճակ, որ տուժողը մնում է մոլորված։ Եթե վկայի մոտ հանցագործության համար հարցաքննող վկա է, կասկածյալ է եղել ինքը գործով, դու տուժողի հարցերի հետ կապված ստից տուժողի նկատողություն ես անում, ուզում ես տուժողի նսեմացնել հարցաքննող վկայի մոտ, մենք դա հասկանում ենք։ Նույնին էլ ինքն է արժանանում ու ստիպված ասում են բազար է սպասում, ասում այդ բառը մի օգտագործեք։ Բազար բառը օգտագործելը իր համար կարծում եմ կաշառք է հիշեցնում, որտեղ բազարը շոշափելի ինչ-որ եզր ունի գումարի հետ։ Ինքը հենց լսում այդ բառը խառնվում է։ Երևի մտովի կաշառք է պատկերացնում։ Մի խայտարակ վիճակ է, այս գործը ելք չունի։ Վաղեմության ժամկետները սպառում են մի կողմից վկաներին խանգարում է, որ խմբակային սպանությունը չբացահայտվի։ Հիմա Նիկոլ, դու ասում ես, ես չեմ կարա երաշխավորեմ, բայց ում գործը որ ուզում ես, երաշխավորում ես։ Քո քաղաքական բոլոր գործերը երաշխավորված են։ Դու ում ինչ խոստացար, որ պիտի սարքես բոմժ, պիտի սարքես չգիտեմ ինչ, սաղին անում ես։ Բայց քաղաքական առումներով հələ մի հատ գլուխդ վեր բարձրացրու, հələ մի հատ ասա դու ով ես այս երկրի համար։ Դու իմ համար ով ես, Նիկոլ, դու վարչապետ ես, հա։ Ես քեզ չեմ ընտրել, բացահայտ ասում եմ, բայց քանի որ դու եկել նստել ես այս խեկին, դու պարտավոր ես իմ հարցը լուծելու, իմ մյուսների հարցերը պարտավոր ես լուծելու։ Եթե այսօր 15 զինվորի վառեցին, տարան լցրեցին հողը, Քարքիկ Ծառուկյանի այրուց իրան ճիշտ պետք է ներկայացնի, որ չտանեն նարկոստա սատկասեն այդ այրուցին տանեն։ Հարցրել եք, հետաքրքրվել եք, այդ այրուցը կարա նարկոսին դիմանա, ինչքան կարա դիմանա, ինչ կարա լինի։ Հարցը այրուցը չի։ Բնապահպանները կենտանասերնես հարցով կզբաղվեն, հարցը այրուցը չի, հարցը այն է, որ մարդու գազաներին կպնելով, մարդու տան շաննել, որ քարով խփես, դա իրան ինքնասիրության վրա, այո, կարող է ինչ-որ կերպ ազդել, հիմա դու հավաքել ես այդ գազաներին, ներողություն ես բարիս համար, Քարքիկ Ծառուկյանը ուզում ես նարկազատանես, հիմա տեսեք ինչ մակարդակի է իջել, ինչ էժան ցածր մակարդակի է իջել այս իշխանության վարկանիշը։ Հետո ինչ որ եկել են ԱԺ, իբր ընդդիմություն ունենք, հա, այսքան ժամանակ դուք լսել եք, ընդդիմությունից որևիցե մեկը իմ հարցին անդրադառնա, այսքան մեծ հասարակական հնչեղություն ունեցել, 12 տարի այս մասին խոսվում է։ 12 տարի։ Եթե պահվում է 12 տարի երիտասարդ տղայի սպանություն, վաղներ բանակում կսպանեն, մյուս օրներ փողոցում կսպանեն, այն մյուս օրներ իրար միսկուտեն, ամեն ինչ էլ կարա լինի։ Ես էլի եմ ասում, միշտ ասել եմ, այս երկիրը ղեկավար չունի։ Տիկին Ադանալյան, եթե ամփոփենք ու փորձենք ավարտել մեր հաղորդումը, ամեն դեպքում նոր ազգային ժողով ունենք, նոր կառավարություն պետք է ձևավորվի, մի խոսքով ինչ եք պատկերացնում, ինչպիսին պետք է լինի այս ամենը, արդարադատություն, արդարություն, ասում եք ընդդիմություն չկա, այսինքն այսպես հուսահատ գնանք առաջ։ Չէ, հուսահատ չենք գնա առաջ, մենք չենք թողնի որևէ մեկին հանգիստ ապրելու, քանի որ խաթարվել է մեր կյանքի ապրելու իրավունքը, ժողովուրդը զրկվել է իր կյանքի որակից, հա, իբր թե կար, հիմա բավականին զրկվել է իր կյանքի որակից, պիտի շարունակվի պայքարելը, բայց ես պիտի ասեմ, որ խիստ հիասթափված եմ նաև ընդդիմությունից, որովհետև ես պատկերացնում եմ, որ նույն կերպ գնալու են ԱԺ, նույն կերպ շարունակվելու է այդ ամեն ինչը իրենց գործողությունները, ես որևէ հույս չեմ կապում ընդդիմության հետ եւ սպասում եմ մեկ այլ նոր լիդերի։
Շնորհակալություն ձեզ այսօրվա Ձեզ հաղորդման շնորհակալ։ համար, իրադարձություններին կհետևենք, հարկ լինելու դեպքում կրկին կհանդիպենք այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, Գովազդ մեր եթերում, որից հետո մեր հաղորդումը համարում ենք ավարտված։ Մնացեք խաղաղությամբ։